Երևանի Արարատ կոնյակի գինողոկոմբինատ բազմաբաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զաքարյան Արմեն։ Մենք հավաքվել ենք այստեղ խնդրանք պահանջով, որպեսզի մեր ձեռնարկության բնականոն աշխատանքը վերականգնվի եւ մենք հնարավորություն ունենանք մեր աշխատանքային պարտականությունները կատարենք, մեր պայմանագրային պարտականությունները կատարենք եւ նաեւ հաշվի առնելով, որ սեպտեմբերի սկզբին սպասվում է խաղողի մթերումը, մեր ձեռնարկության անհապաղ աշխատանքը շատ կարևոր է եւ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք այդ գործընթացը իրականացնենք, քանի որ մեր պայմանավորվածության համաձայն մեր գործընկերոջ ամենախոշոր գնորդ գործընկերոջ Սիներգիա իմպորտ ընկերության հետ ունենք նախնական պայմանավորվածություն, որ պետք է մեզ տրամադրվի 4-ից 5 միլիոն դոլարի չափով կանխավճար, որպեսզի մենք կարողանանք մթերման գործընթացը ամբողջությամբ իրականացնել։ Կառավարության հանդիպման են բարձրացրել ներկայացուցիչների մոտիկի, ինչ ակնկալիքներ ունեք։ Ընդամենը մեկ ակնկալիք, որ թույլ կտան, որպեսզի վերականգնվի ձեռնարկությունների բնականոն աշխատանքը։ Այս պահին այդ պահանջը ունենք մենք։ Ձեր ընկերությունը ինչ վնասներ է դրոմից ընթացքում։ Շատ մեծ վնասներ, սկսած նյութական վնասներից, որը էլի շատ մեծ չափի է կազմում, նաև այն առումով է վնասվում ձեռնարկությունը, որ 25 տարվա մեր այսպես ասած վաստակած եւ այդ մեր գործընկերային հարաբերությունները շատ բարձր մակարդակի դրած այդ բոլոր հարաբերությունները կամաց սկսում են խաթարվել, քանի որ մեր գործընկերների մոտ արդեն գալիս է այն մտահոգությունը, որ մենք անհուսալի գործընկեր ենք եւ ցանկացած պահի մեր աշխատանքը կարող է խաթարվել կամ ինչ-որ խոչընդոտների հանդիպել։ Խաղողի մթերման շրջանն են մոտենում, այսինքն հաստատի բացի գերության աշխատակիցներից ուզում են նաև այն մենք ունենք նախնական պայմանավորվածություն մոտավորապես 2000-ից ավել խաղողագործների հետ, որոնք մեր երկարամյա գործընկերներն են, միշտ մեր կազմակերպություններում են մթերել իրենց խաղողի բերքը եւ իրենք սպասում են, որ մենք այս տարի եւս պետք է մթերումը իրականացնենք եւ իրենց բերքը մթերենք։ Այսինքն ֆինանսների հետ առումով է օրինակ տեխնիկական ինչ-որ ցուցիչներ կարող են առաջանալ։ Դե, եթե մենք չմթերենք եւ չկարողանանք այդ գործընթացը իրականացնել, կարծում եմ բերքի իրացման հետ խնդիր կունենան այդ թվով խաղողագործներ։ Ամեն դեպքում մենք մեր խնդրանք պահանջը դա է եւ մենք հույս ունենք, որ վերջիվերջո այս գործընթացը կգնա բանականության եւ խելամտության սկզբունքով եւ գործանը, որտեղ բոլոր վարույթային գործընթացները իրենց ընդհանուր սկսած խուզարկությունից, արգրավումից, ամբողջ ձեռնարկության գույքագրումից ընդհանուր մինչեւ ծայրահեղ միջոց տնօրենի կալանավորումը այդ բոլոր գործողությունները իրականացվել է։ Հիմա մենք չենք հասկանում ինչն է խոչընդոտը, որպեսզի գործարանը վերաբացվի եւ սկսի գործել իր բնականոն ռեժիմով։ Քանի աշխատակիցներ են Մոտ 350-400 աշխատակից։ Եվ մենք չենք կարողանում մեր աշխատակիցներին հստակ պատասխանենք, երբ կվերաբացվի գործարանը, ինչ ժամկետներում, որտեղ ինքներս չունենք այդ հարցի պատասխանը։ Մեզանից մեր աշխատակիցներն են պահանջում հստակ պատասխանել, որպեսզի իրանք էլ կարողանան իրանց իրավունքը իրականացնել։ Եթե չվերաբացվի, ինչ եք պատրաստվում։ Ձեր հարցին դժվար է պատասխանել, մենք մտածում ենք, որ չվերաբացվելը դա ամենածայրահեղ միջոցն է եւ անտրամաբանական, ինչի չվերաբացվի, ինչի համար։ Մենք ամբողջ գործընթացում վարույթի ինքներս օժանդակել ենք վարույթ իրականացնող մարմին, բոլոր պահանջները, բոլոր այն փաստաթղթերը,
չգիտեմ, ամեն ինչ տրամադրվել է, ոչ մի խոչընդոտ, ոչ մի պրոբլեմ կամ բան չի եղել։ Մենք չենք հասկանում ինչի չպետք է վերաբացվի։ Քանի Ամսի 6-ին, օգոստոսի 6-ին կլարանա 1 ամիսը։